Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Այնինչ, որը շուրջ 31 տարի, 32 տարի Միացյալ Նահանգները կառուցեց Բահրեյնում, որի վրա տարբեր գնահատականներով ընդհանուր առմամբ մոտ 100 միլիարդ դոլար ծախսվեց, Իրանը ամբողջությամբ ոչնչացրեց ընդամենը 6 օրվա ընթացքում, 7 օրվա ընթացքում։ Եվ դրա հետ մեկտեղ նաև Իրանը կարողացավ առաջի անգամ խոցել F-15 կործանիչները 5 հատ եւ այսօր էլ կործանեց F-18 տիպի կործանիչը։ Էշին նստելը մի այբ է, իջնելը երկրորդն է։ Հիմա Միացյալ Նահանգները պետք է փորձի տեսնի ինչպես այս վիճակից դուրս պետք է գա։ Ադրբեջանը նմանատիպ ոչ հնարավորություն ունի հարձակվելու Սյունիքի վրա եւ ոչ էլ դրա պատճառը կա։ Քանի որ Արցախի հանձնման հիմնական նպատակը Նիկոլի կողմից այն էր, որ արևմուտքին բերեր տարածաշրջան ուղիղ կերպով։ Եվ հիմա արևմուտքը տարածաշրջանում է։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում հարցազրույցն է, տաղավարում ես այսօր զրուցելու եմ Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող թուրքագետ Վազգեն Պետրոսյանի հետ։ Պարոն Պետրոսյան, բարև ձեզ։ Բարի օր ձեզ։ Շնորհակալ եմ իմ հրավերն ընդունելու համար։ Նույնպես։ Պարոն Պետրոսյան, Իրանի մասին մի փոքր խոսենք, ըստ էության թերևս արդեն կարելի է արձանագրել, որ գլխավոր եւ հիմնական նպատակը, որ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը ունեին Իրանի վրա այս հարձակումը նախաձեռնելով, Իրանում իշխանության տապալումներ եւ հեղաշրջման իրականացումը, այս նպատակը առաջնային գերնպատակը ստացվում է ձախողել են եւ սա կարծես թե ակնհայտ է այժմ այս պահին գործողությունների շարունակականությունը որ տեսնում ենք ինչ խնդիր են դրանցով փորձում լուծել Իրանի դեմ Միացյալ Նահանգների պատերազմը դեռևս սկսել է շուրջ 47 տարի առաջ, երբ Իրանում տեղի ունեցավ իսլամական հեղափոխությունը։ Եվ Իրանը դուրս եկավ Միացյալ Նահանգների ազդեցության գոտուց եւ փորձեց ինքը իսլամական աշխարհում իր ուղենիշը ունենա։ Դրանից հետո Միացյալ Նահանգները բազում անգամներ փորձել է Իրանում իշխանապողություն իրականացնել եւ նաեւ փորձեցին մի քանի անգամ Իրանում իրականացնել երկրի տրոհումը, այդ թվում դեռևս 80-ական թվականներին անցյալ դարի, որտեղ քրդական շարժմանը փորձեցին աշխուժացնել, արաբական շարժումը փորձեցին աշխուժացնել հարավում եւ փորձեցին նաեւ պանտուրկիզմը աշխուժացնել ադրբեջանական եւ թրքախոս շրջաններում։ Այս բոլոր փորձերը ձախողվեց, քանի որ Իրանում փան-իրանիզմը բավականին հզոր է, քան թե ասենք փան-արաբիզմը, փան-քուրդիզմը կամ փան-թուրքիզմը։ Այս վերջի իրադարձությունները, որ տեղի ունեցան եւ հարձակումը, որ իրականացվեց Իրանի վրա Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ու նաեւ Անգլիայի անունը շատ քիչ է հնչում Մեծ Բրիտանիայի, բայց իրենք էլ ունեցել են լուրջ դերակատարում հետախուզական տվյալներով, հայթայթելով եւ այլ բաներով։ Իրականության մեջ ձախողվեց հենց առաջի պահից, երբ որ արդեն հայտարարվեց Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին զոհվել է եւ եւս 2 բարձրաստիճան զինվորականներ են զոհվել եւ փոխարեն Իրանի ժողովուրդը ընկնի հակամարտության մեջ մեկը մյուսից վրեժ լուծի համախմբվեցին եւ այդ բոլոր հակասություններն ներհակասություններն էլ որ կար եւ երկրի տարբեր քաղաքական կուսակցություններում եւ տարբեր այսպես ասած ազգային փոքրամասնությունների մեջ միանգամից մի կողմ անցավ եւ բոլորը հավաքվեցին, կենտրոնացան երկրի անվտանգության շուրջ։ Սա այն խնդիրն էր, որը ոչ Միացյալ Նահանգներն էր
հաշվարկ արել եւ ոչ էլ Իսրայելը եւ ոչ էլ Մեծ Բրիտանիայի հետախուզությունը։ Իրենք կարծում էին, որ Ալի Խամենեի չլինելը բերելու է տարանջատման եւ քայքայման է Իրանի, բայց հակառակ պատկերը ստացանք։ Դրանից բացի շատ կարևոր հանգամանք կա, իրենք չուսումնասիրեցին Իրանի ժողովրդի հոգեբանությունը եւ այդ իսկ պատճառով իրենց մոտ հաշվարկը սխալ ստացվեց։ Իրենք հիմա ինչ են փորձում անեն, փորձում են մեծամասշտաբ ռմբակոծություններ իրականացնել քաղաքային պայմաններում, որպեսզի քաղաքացիական զոհերի թիվը բարձրանա, այնպես ինչպես որ Դբրոցը ռմբակոծեցին, 168 աշակերտ զոհվեց եւ 10 իրենց ուսուցիչները, իմիջայլոց այդ Դբրոցը 2 անգամ իրենք ռմբակոծեցին, այսինքն այդտեղ սխալվելու հավանականությունը 0 է։ Մեկ անգամ կարող ես սխալվել, երկրորդ անգամ չես կարող։ Եվ իդեպ նաև դեսպաններ նշել, որ հարևանությամբ որևէ ռազմական կամ ռազմավարական նշանակության օբյեկտ իրականում չկա, այո։ Եվ երկրորդ կարևոր խնդիրը Միացյալ Նահանգներն ու Իսրայելի համատեղ ռմբակոծության ընթացքում նաև ոչնչացվել կամ հիմնական վնասվել ավելի քան 13 հիվանդանոց։ Այսօր առավոտյան էլ նորից Դբրոց ռմբակոծեցին, բայց բարեբախտաբար զոհեր չեղան, քանի որ երեխաները իրենց բոլորին տուն են ուղարկել, Դբրոցները փակ է, համալսարանը փակ է, եւ պետական համակարգում աշխատող հիմնարկները աշխատում են ընդամենը 20% աշխատակազմով, մնացածին բոլորին ուղարկել են տուն եւ on-line են աշխատում։ Հաստատի սա ահաբեկչական գործողություն կարելի է համարել։ Միանշանակ։ Որովհետև եթե այսպիսի հումանիտար բնույթ կրող հարվածներ լինեին, օրինակ եվրոպական կամ Միացյալ Նահանգներին, մենք պատկերացնում ենք, թե ինչ տեղի կունենար, ինչպիսի աղմուկ կբարձրանար։ Հիմա Դբրոց եւ 170-ից ավելի երեխա է զոհվում եւ Եվրոպան լուր է, ամեն ինչ կարգին է։ Գիտեք, Եվրոպան եւ ընդհանրապես արևմուտքը եւ արևմտյան մտածելակերպի մեջ ժողովրդավարությունը, հումանիզմը, բնապահպանությունը, մարդու իրավունքները, մարդու ազատությունը, դրանք ոչ մեկը ոչ մի կոպեկ չարժեն։ Իրենք այդ գեղեցիկ խոսքերով ուղղակի խափում են մնացած ժողովուրդներին, մնացած պետություններին, որպեսզի տիրանան նրանց ունեցվածքին եւ բնական ռեսուրսներին։ Ամենապարզ օրինակը Ուկրաինան։ Քարուքան դարեցին Ուկրաինան, Թրամփը եկավ պայմանագիր կնքեց, որ իրենց ամբողջ ընդերքի ունեցվածքը վերցնում են իրենց։ Մետաղական հանքերն էին հիմնական այո, բոլորը։ ունեցող։ Այդ թվում նաև հողագործության Վենեսուելայում տեղի ունեցավ, նույնը Լիբիայում, այո, նավթներ, ինչպես նույնը Իրաքում, իրենք մտան Իրաքի իբր թե Սադամ Հուսեյնին հեռացնեն, բայց այնտեղ անմիջապես իրենց թաթը դրեցին նավթի ընկերությունների վրա եւ հիմա Իրաքը ինչքան նավթ որ վաճառում է, վաճառքից ստացած գումարները գնում է Կատար հատուկ հաշվի եւ այդ հաշվից երբ որ Իրաքը ուզում է որևիցե ապրանք առնել, թեկուզ դեղորայք, ամենապարզ բանը, դեղորայք կամ սննդամթերք, պետք է նամակ գրի Միացյալ Նահանգների Ֆեդերալ ռեզերվը, նրանցից թույլտվություն ստանա եւ նրանք համապատասխան չափի գումար բաց թողնեն, որպես Իրաքը կարողանա վճարի եւ հետո նոր գնի։ Այսինքն այստեղ ֆեոդալական մոտեցում է, բայց իրենք այդ ամեն ինչը ներկայացնում են որպես ժողովրդավարություն եւ այլ բաները, որ իրենց մոտ լավ է ստացվում, քան որ համաշխարհային մեդիան իրենց ձեռքում է գտնվում։ Եվ իրենք ներկայացնում են այնպես, ինչպես որ ուզում են։ Սա մեկ խնդիր է։ Երկրորդը հետ վերադառնանք մեր բուն թեմային։ Այո, Իրանի պարագայում հիմա իրենց մաքսիմում նպատակն էր, որը պետք է Իրանում տեղի ունենար հեղաշրջում, չհասան։ Այդ իսկ պատճառով իրենք կիրառում են ներկա դրությամբ դեռևս 1980-ական թվականներին Cape Town համալսարանում մշակած ծրագիրը, որտեղ ասվում է, որ մեծամասշտաբ կոտորածների միջոցով ժողովրդի մեջ առաջացնել բողոքի տրամադրություն։ Եվ հիմա Միացյալ Նահանգները եւ Իսրայելը նույնն են անում, այսինքն փորձում են կոտորել հասարակ ժողովրդին, որպեսզի հասարակ ժողովուրդը դրա ճնշման տակ, դրա ցասման տակ դուրս գա եւ իշխանափոխություն իրականացնի։ Սա է իրենց նպատակը,
մինչև որտեղ կհասնեն բարդ է ասելը, քանի որ իրենք նախ եւ առաջ չէին էլ սպասում Իրանի նմանատիպ հակահարվածի եւ այդքան արագ արձագանքմանը։ Փաստորեն իրանցիները իրենք շատ լավ հաշվարկել են եւ կանխատեսել էին, որ Խամենեուն սպանելու են հոգեվոր առաջնորդին եւ հոգեվոր առաջնորդն էլ ինքը իրեն պահեց որպես տղամարդ։ Այսինքն ինքը կարիք չուներ թաքնվեր բունկերներում, քան որ շիա իսլամում մեծ պատիվ է հանուն երկրի, հանուն կրոնի, հանուն ազգի զոհվելը եւ դրանք համարում են նահատակության գագաթնակետը։ Այդ իսկ պատճառով տեսնում ենք, որ իրենք չեն թաքնվում եւ իրենք կոնկրետ գործողություն են իրականացնում եւ կրոնական առաջնորդի, հոգեվոր առաջնորդի զոհվելուց հետո, որոշ բարձրաստիճան զինվորականների զոհվելուց հետո Իրանի հեղափոխության կորպուսը եւ բանակը սկսեցին իրենց գործողությունները։ Այսինքն բոլորին տրված էր հրաման, որ եթե այսպես է լինում, ով ինչ պիտի անի, որը մենք տեսնում ենք բացակայում է եւ Միացյալ Նահանգներում եւ Իսրայելի գործողությունների մեջ։ Եվ Իրանը անմիջապես իր հարձակումներով, որը մի քանի 100 հրթիռներով, անօդաչու թռչող սարքերով կարողացավ հարվածի հիմնականում Միացյալ Նահանգների եւ Իսրայելի բուն բազաներին։ Օրինակի համար Բահրեյնը, որը անընդհատ ռմբակոծվում է Իրանի կողմից, Բահրեյնում տեղակայված 5-րդ ռազմաբազան Միացյալ Նահանգներինը, Նավատորմի ռազմաբազան, ինքը ստեղծվել է 1995 թվականին եւ նպատակը այն էր, որ ռազմաբազայում գոյություն ունեցող ռադարային համակարգի եւ այլ հետախուզական ծառայությունների եւ սարքավորումների միջոցով իրենք կարողանան վերահսկեն ամբողջ կենտրոնական Ասիան, Մերձավոր Արևելքը եւ Հյուսիսային Աֆրիկան։ Այդ թվում նաև ամբողջ գրեթե Ռուսաստանի մոտ 40%-ը եւ Արևելյան Եվրոպայի հիմնական մասը։ Առաջի օրը իրանցիները հարվածեցին այնտեղ գոյություն ունեցող մի ռադարի, որը 5000 կիլոմետր շարավիղով ծածկում էր։ Այսինքն, եթե Ռուսաստանը որևիցե հրթիռ էր ուղարկում դեպի Ուկրաինա կամ ԱԹՍ էր ուղարկում, անմիջապես Միացյալ Նահանգները տեսնում էր դա եւ կարողանում էր զգուշացնել Ուկրաինային, որ այսինչ սարքն է, այսինչ հրթիռն է գալի կամ ԱԹՍ-ն է գալի եւ հավանաբար դեպի այսինչ տեղն է գնում։ Եվ Ուկրաինան ուներ շուրջ 20 րոպե ժամանակ ինչ որ գործողություններ իրականացնելու, բայց հիմա այդ ժամկետը իջել է 7 րոպեի։ Կամ թե չէ, եթե Իրանը հրթիռ էր արձակում իր տարածքից դեպի Իսրայել, դա տևում էր, իրենք տեսնում էին անմիջապես եւ կարողանում էին կողմնորոշվել, թե Իսրայելի որ մասն է խփելու կամ դեպի որ կողմ է գնում։ Եվ Իսրայել ուներ մոտ 12 րոպե ժամանակ։ Հիմա դա իջել է 3-ից 4 րոպե։ Սրանք բոլորը խնդիրներ են, որը որ Միացյալ Նահանգները դրա դեմը կանգնած է։ Այնինչ, որը շուրջ 31 տարի, 32 տարի Միացյալ Նահանգները կառուցեց Բահրեյնում, որի վրա տարբեր գնահատականներով ընդհանուր առմամբ մոտ 100 միլիարդ դոլար ծախսվեց, Իրան ամբողջությամբ ոչնչացրեց ընդամենը 6 օրվա ընթացքում, 7 օրվա ընթացքում։ Եվ դրա հետ մեկտեղ նաև Իրանը կարողացավ առաջի անգամ խոցել F-15 կործանիչները 5 հատ եւ այսօր էլ կործանեց F-18 տիպի կործանիչը, որոնք կործանվեցին հիմնականում Քուվեյթի օդային տարածքում։ Եվ սա նաև ցույց է տալի, որ այնպես ինչպես որ Դոնալդ Թրամփը կամ իրենց պաշտպանության նախարարը խոսում են, որ իրենք ոչնչացրել են Իրանի հակաօդային ուժը, դա ուղղակիորեն սուտ է։ Չէ, չափազանցությունը անկեղծ ասած չափազանցություն կլինի այն ժամանակ, երբ որ ասենք շատ քիչ արդյունքներ լինի, բայց 1, 2 եւ հիմա 5-ը, 6-ը, սա արդեն թիվ է, լուրջ թիվ է։ Կամ ասենք Միացյալ Նահանգների Աբրահամ Լինքոլն ավիակիրը, որը համարվում էր աշխարհի ամենալավագույն զինված ավիակիրը, խոցվեց։ Եվ հիմա արդեն շարքից դուրս եկավ եւ դառավ մետալալոմ։ Կամ իրենք 3-4-ը արդեն ռազմանավ են կորցրել Միացյալ Նահանգները։ Իրանը եթե ռազմանավ կորցնի կամ օդանավ կորցնի, անկեղծ ասած դա այդքան մեծ խնդիր չի, քանի որ Իրանը 46 տարի գտնվում է
սահմանափակումների տակ, ինքը ընդամենը վերջերս է հնարավորություն ունեցել նոր տեսակի զենք զինամթեր գագաթային պաշտպանություն առնի դրսից, իսկ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը իրենք զարգացել են այս ընթացքում։ Սա է ամոթ Միացյալ Նահանգների համար եւ հիմա Միացյալ Նահանգները փորձում է դուրս գալ մի վիճակից, որը ինքն է ստեղծել։ Հայերս շատ լավ ասացվածք ունենք, ասում են էշին նստելը մի այբ է, իջնելը երկրորդն է։ Հիմա Միացյալ Նահանգները պետք է փորձի տեսնի ինչպես այս վիճակից դուրս պիտի գա։ Պարոն Պետրոսյան, բայց ցամաքային գործողությունների հավանականության մասին են խոսում եւ Գրեթե դա 0 է։ Գրեթե դա 0 է։ Միացյալ Նահանգները որպեսզի կարողանա իրականացնի ցամաքային գրոհ Իրանի դեմ, նվազագույնը պետք է 1 միլիոն զորք կուտակի տարածաշրջանում։ Քրդական ուժերը, որը շատ են խոսում վերջերս, որ քրդերը պատրաստում են հարձակվել, նախ եւ առաջ քրդերը չունեն այնպիսի տեխնիկա, որ կարողանան կռվեն իրանական զորքի դեմ։ Քրդական զորքը կամ մարտական թևը իրենց ընդհանուր մոտ 25000 է, 15-ից 25000, ես ամենաբարձր կետն եմ վերցնում, 25000։ Արաբները, ովքեր որ փորձում են, Իրանում իրենց թիվը շուրջ 2 միլիոն է, որ ամերիկացի կարող են իրենց վրա հույս տնեն, որ կարող է զենք վերցնեն եւ պատերազմեն հազիվ մի քանի հազար։ Ուրիշ տեղից իրենք զորք չունեն, որ կարողանան կուտակեն եւ հրապարակ բերեն։ Ուստի ամբողջ ծանրաբեռնվածությունը ընկնելու է Միացյալ Նահանգների եւ բոլոր այն երկրների, ովքեր պատրաստ կլինեն այդ մսաղացի մեջ։ Հիմա ես ճիշտ ասած կուզեի անդրադառնանք Ադրբեջանին, Նախիջևանի վրա ԱԹՍ-ների այդ ընկնելու հետ կապված բավական այսպես լարվել է հատկապես խոսույթը երկու երկրների, հատկապես Ադրբեջանից է սուր այսպես ռետորաբանություն հնչում, ասում են զինված ուժերը բերվել են պատրաստվածության թիվ 1, թեև Իրանը հերքեց, որ ԱԹՍ-ները իրանական ծագման են, անգամ տեղեկություններ են շրջանառվում, որ դրանք հենց ադրբեջանական ծագման են եւ սա ուղղակի խայծ է եւ առիթ է Ադրբեջանի ներգրավելու համար։ Արդյոք ձեր գնահատմամբ հնարավոր է, որ Ադրբեջանը որևէ կերպ ներգրավի կամ միգուցե տարածք թույլ տա, այո, ունենալ, որպեսզի այդտեղից որևէ գործողություն իրականացվի Իրանի դեմ։ Երեք ադրբեջանական լրատվամիջոցները եւ սոցցանցերում մի նկար հայտ եկավ, որտեղ մի երիտասարդ գրկել էր ԱԹՍ-ի մի հատվածը, որտեղ որ ադրբեջաներ են ներգրված։ Եվ այդտեղից առաջացավ այն միտքը, որ ադրբեջանցիները իրենք են խփել կամ ասենք Իսրայելն է կրակել։ Ադրբեջանում ներկա դրությամբ գոյություն ունի 6 ռազմաբազա, որոնք ակտիվորեն օգտագործվում են Իսրայելի կողմից եւ Միացյալ Նահանգների Իրանի դեմ հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար։ Թուրքիայում էլ ներկա դրությամբ գտնվում են երկու ՆԱՏՕ-ի ռազմաբազաները, որոնք ակտիվորեն իրենք ներքաշված են հետախուզական աշխատանքների մեջ։ Հիմա Ադրբեջանը ինչ է կարող անել։ Սա հարց է։ Իր առավելագույն անելիքը։ Առավելագույն անելիքը այն է, որ Իրանին հայտարարի, որ ես սահմանս փակում եմ քո հետ։ Ուրիշ բան չի կարող անել։ Ուզում է հարձակում իրականացնի, ինչ ունի հարձակման համար։ Ադրբեջանական բանակը ընդհանրապես մի լավ իր ռեզերվով ամեն ինչով 200,000։ Լավ, թող բոլորին էլ մոբիլիզացնեն 300,000։ Ինչ են անելու։ Իրանի բանակը 1 միլիոն է։ Սպառնում է Իլհամ Ալիևը, սպառնալիքը պատերազմը հայերին մեր բռունցքով երկաթե ստիպեցինք եւ այլն։ Նիկոլն անելու ենք Իրանը։ Նիկոլն էր Ալիևի դեմ, որը դավաճանեց հայ ժողովրդին եւ հայ զինվորին եւ հայկական բանակին եւ հայկական ազգային անվտանգության ծառայությանը եւ ամեն ինչին Հայաստանին դավաճանեց, դրա համար էլ այդպես խոսում է։ Ալիևը ինքը իրականության մեջ
գիտեք, մի քիչ բան չի, գրագետ արտահայտություն չի, բայց շատ ճիշտ բնորոշում է Ալիևին։ Ալիևը ճիշտ են բուջուրիկ շուները կան, որ ճվճվում են, բարձր, այո, հաճում են, բայց իրենք ոչինչ չունեն։ Իրեն Ալիևը այդ է, Ադրբեջանը ամբողջությամբ այդպեսին է։ Իրանի բանակը 1 միլիոն է։ Հեղափոխության կորպուսը մոտավորապես 5 միլիոն է։ Քաղաքացիական զորամիավորումը 20 միլիոն է։ Եվ իրենք լավ զինված են։ Արաբական բոլոր երկրները, որի վրա Իրանը հարձակվեց, բոլորը անխտիր, իրենց երկրի տարածքը Իրանի կողմից խոցելուց հետո բոլորը հայտարարեցին, որ իրենք պատասխան տալու իրավունքը վերապահում են իրենց։ Որ մեկն է համարձակվում պատասխան տա։ Որևէ մեկը դեռևս կարծես թե ոչինչ չի արել։ Ոչ մեկն էլ չի անելու։ Ոչ մեկն էլ չի անելու, քանի որ իրենք չունեն նմանատիպ ռեսուրս եւ հնարավորություն։ Միակ պետությունը, որը ունի որոշ չափով ռեսուրս եւ հնարավորություն, դա Թուրքիան է։ Իսկ Թուրքիան նմանատիպ քայլի չի գնա, քանի որ շատ լավ հասկանում է, թե հետո ինչ կարող է լինի։ Ճիշտ է, ազգաբնակչության տեսակետից իրար հետ գրեթե համահավասար են, Իրանը մի քանի միլիոն ավել է, բայց այստեղ ազգաբնակչությունը չի, որ նշանակություն ունի։ Հիմնական դերակատարումը այն է, որ Իրանը իր տարածքի վրա է կռվում։ Եվ ցանկացած ագրեսիա Իրանի վրա բերելու է Իրանի ժողովրդի համախմբանը։ Եվ այդ համախմբումը կբերի գրեթե բոլորին ջախջախելուն։ Գրեթե բոլորին ջախջախելուն։ Ես կուզեի մի փոքր անդրադառնանք նաև Սյունիքին, Հայաստանին եւ Սյունիքին։ Պարոն Պետրոսյան, երեկվանից արդեն հնչում են անհանգստություններ, որ սահմանի ոչ թե սահմանին, այլ սահմանից մի փոքր հեռվից լսվող կրակոցների, պայթյունների ձայներ են լսվում, թե մեր իշխանությունները այսպես բավական հանգիստ են, բայց եւ այնպես անգամ մեր արտաքին հետախուզական ծառայություններ Իրանում պատերազմի դեպքում վտանգներ եւ ռիսկեր տեսել, հիմա ձեր գնահատմամբ որքանով է հավանական, որ Սյունիքում իրապես Սյունիքի նկատմամբ իրապես ադրբեջանական կողմը որոշակի քայլեր, ոտնձգություններ իրականացնի։ Գիտենք, որ այս պահին գոնե մինչ այս պահը հենց Իրանի զսպող գործոններ, որ այդպիսի գործողություններ հիմնականում չէինք տեսնում։ Նախ եւ առաջ ներկա դրությամբ Ադրբեջանը նմանատիպ ոչ հնարավորություն ունի հարձակվելու Սյունիքի վրա եւ ոչ էլ դրա պատճառը կա, քանի որ Արցախի հանձնման հիմնական նպատակը Նիկոլի կողմից այն էր, որ արևմուտքին բերեր տարածաշրջան ուղիղ կերպով։ Եվ հիմա արևմուտքը տարածաշրջանում է, թուրքական ազդեցությունը տարածաշրջանում ավելի հզորացել է եւ ավելի ամրապնդվել է թուրքական ազդեցությունը։ Ուստի Ալիևի կողմից նմանատիպ հարձակումը այլ խնդիր կառաջացնի եւ այստեղ դժվար թե Թուրքիան թույլ տա Ալիևը որևիցե գործողություն իրականացնի Հայաստանի դեմ։ Իրենք իրենց նպատակին հասել են։ Արևմուտքը իր մաքսիմում նպատակին հասավ։ Միացյալ Նահանգները ուղիղ կերպով եկավ տարածաշրջան, դարպասը բացեց, Թուրքիան մտավ տարածաշրջան եւ Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը թուլացան տարածաշրջանում։ Հիմա պատերազմ սկսել Հայաստանի դեմ եւ խնդիր առաջացնել կարող է ուղղակիորեն եւ Իրանի եւ Ռուսաստանի կողմից արդեն դիտարկվի այլ կերպ եւ իրենք ուրիշ կերպ արդեն արձագանքեն այս ամեն ինչին։ Վերջ-վերջո այս տարածաշրջանը Ռուսաստանի ազդեցության գոտի է եւ Ռուսաստանը որոշ չափով կարող է ընդունել Միացյալ Նահանգների կամ Թուրքիայի հզորացումը այս տարածաշրջանում։ Սովորաբար երբ որ մեծ պետությունների շահերը տրորում են փոքր պետությունները, մեծ պետությունները չեն հարցնում, թե դուք ինչ արեցիք, իրենք միանգամից կացնով գալիս են եւ կտրում են։ Գոնե երկու անգամ մեր տարածաշրջանը այդպես է եղել։ Մեկ անգամ պարսիկներին հանձնեց Ռուսաստանը եւ դուրս եկավ, երկրորդ անգամ էլ թուրքերին։ Երկու անգամն էլ հետո ինքը կացնով հետ վերադարձավ։ Իսկ ինչ որ վերաբերում է ռումբերի ձայնին եւ կրակոցներ, դա շատ բնական է։
Այն ռումբերը, որը Միացյալ Նահանգները եւ Իսրայելը օգտագործում են Իրանի դեմ, դրանք բավականին ծանր ռումբեր են։ Մինչև 3-3.5 տոննանոց ռումբեր։ Եվ դրանց ձայնը կիլոմետրեր հեռավորության վրա դուք կլսեք։ Այդտեղ մտահոգությունը միայն այն է, որ այդ ռումբերից մեկը ինքնի էս կողմ սահմանի։ Պատահաբար սխալմամբ միտումնավոր ինչ անունը ուզում եք դրեք, կարևոր է, որ մեկը այս կողմ չընկնի, սահմանի այս կողմը չընկնի։ Եվ սա է խնդիրը։ Իսկ ինչ որ վերաբերում մեր արտաքին հետախուզությունը, մենք ունենք արտաքին հետախուզություն։ Անկեղծ ասած չունենք։ Մենք ղեկավար նշանակված է, կառույցին գումարներ են հատկացվում։ Դա ոչ մի բան չի նշանակում։ Այս ժուրնալի մեջ, անկեղծ ասած, հետախուզական ավելի շատ տվյալներ կա, քան այն ինչը որ արտաքին հետախուզությունը հրապարակեց եւ որի մեջ ոչինչ չկար։ Ես հույս ունեմ, ներքուստ հույս ունեմ, բայց չեմ հավատում, չեմ ուզում ինքս ինձ խաբեմ, որ արտաքին հետախուզությունը մեկ այլ զեկույց է ներկայացրել իշխանություններին։ Բայց իշխանությունների անհոգությունը, պահելաձևը, վարվելաձևը եւ իրենց անհոգ վերաբերմունքը, ամբարտավան վերաբերմունքը տարածաշրջանային խնդիրներին ինձ համոզում է եւ վստահ եմ, որ երկրորդ զեկույց գոյություն չունի։ Իրենք իրենց հետախուզությունը ինչպես են իրականացնում։ Հետախուզությունը միայն այն չի, որ դիմեք արհեստական բանականության, ասես ինձ դուր Հայաստանի անվտանգության խնդիրները արտաքին։ Այն չի, որ երբ որ անվտանգության խորհրդի նիստ է լինում պատերազմից անմիջապես հետո Հայաստանում, ոչ մեկը իր տեղում չի։ Անվտանգության խորհրդի հիմնական անդամներն են երկրի վարչապետը, պաշտպանության նախարարը, ազգային ժողովի նախագահը, ներքին գործերի նախարարը։ Իրենք քարոզարշավի էին։ Չէ, իրենք գնացել են պիրաշկի ուտելու։ Իրենք կարկանդակ ուտելու են գնացել։ Իրենք ուրիշ ոչ մի բանի հետևից չէին գնացել, ինչ քարոզարշավ։ Իրենք գնացել են կարկանդակ ուտելու, այնպես ինչպես որ երբ Նիկոլայ Սամոնը կատաղած ժամանակ գնաց Վրաստան եւ այնտեղ սկսեց նվագային գործիքներով նվագել։ Պարոն Պետրոսյան, շատ է քննադատվում եւ դա դրա մասին շատ խոսվեց այդ կարկանդակի, ուրախ ավտոբուսի եւ այլն, լավ ինչ պետք է անեին, որ այդպես էլ չարեցին։ Անվտանգության խորհրդի նիստերը արդեն 3-4 անգամ հրավիրել են։ Եվ հաղորդագրություններ են լինում, որ հավաքվել են։ Հաղորդագրություն տալը ամենահեշտ մասն է։ Հայկական բանակը ինչ վիճակում է։ Մարտական որևիցե հրաման տրված է։ Ոչ։ Պատրաստ վիճակի բերված է։ Ոչ։ Ազգային անվտանգության ծառայությունը ինչ վիճակում է։ Չկա։ Գոյություն չունի։ Արտաքին գործերի նախարարությունը ինչ վիճակում է։ Գոյություն չունի։ Սա է ողբալին։ Եթե մենք լինեինք նորմալ, ունենայինք նորմալ կառավարություն, այդ կառավարությունը մինչև Իրանի դեմ պատերազմը, քանի որ եթե ես որպես քաղաքական գործիչ ու քաղաքագիտությունից հասկացող անձ ամիսները անդադ ասում եմ, որ Իրան-Ամերիկա պատերազմը անխուսափելի է։ Եվ երբ որ ասում ենք, որ այս պատերազմը բերելու է մի շարք լուրջ խնդիրների, Պարենային անվտանգության մասին մենք մտածել ենք։ Հանուն արդարության պետք է հիշեցնեմ, որ Փաշինյանն արդեն մի քանի անգամ հիշեցրել է, որ տարի ու կես առաջ այդ մասին մտածել են, այդ պատերազմի հավանականությունը այսպես կանխատեսել են եւ ստեղծել են աշխատանքային խումբ։ Ես բերեմ ձեզ մեկ օրինակ։ Ներկա դրությամբ Իրանից Հայաստանը ներկրվում կաթիփոշի։ Մի մասը մնում է Հայաստան, հիմնական մասը գնում է դեպի դուրս։ Այդ կաթիփոշին, որ ներկրվում է Հայաստան, դրանից որոշ ընկերություններ, որոշ քիմիական միջամտություններով սարքում են բավականին համեղ պանիրներ, կատնամթերք եւ այլն եւ ժողովուրդը օգտվում է։ Նիկոլի վարած քաղաքականության արդյունքում, որ իրենք ոստիկանության կադրերի հայտնի չի թե ինչու համալրման համար, իրենք կրթական մակարդակը իջացրեցին 8-րդ դասարան
Եվ դրա արդյունքում հիմնականում գյուղերում աշխատող անասնապահները եկան եւ դարձան ոստիկաններ։ Դա փաստ է։ Քանի որ անասնապահը ստանում էր ամիսը 200,000 դրամ լավագույն դեպքում, իսկ ոստիկանը ոչինչ չանելով բարեկային խմբի տղաները ոչինչ չանելով ստանում են 400-ից մինչև 450,000 դրամ։ Տարին մեկ անգամ էլ լավ պարգևավճար են ստանում։ Արդյունքում հիմա անասնապահների խնդիր ունենք մենք Հայաստանում։ Ներկա դրությամբ Հայաստանում սկսել է նվազել մսի գինը։ Եվ գյուղերում մասսայական մորթում են կենդանիներին։ Մենք հիմա կունենանք էժան միս, բայց մի քանի ամիս հետո կունենանք թանկ միս։ Քանի որ անասնագլխի պակասորտը Հայաստանում կբերի նրան, որ մենք էլ չենք ունենա։ Կունենանք լուրջ կաթի խնդիր, սրա մասին մտածել են։ Մենք ունենք լուրջ արոտավայրի խնդիր, մտածել են սրա մասին։ Մեր ջրային ռեսուրսների աղբյուրները հիմնականում Ադրբեջանի ձեռքում են, մյուս մասը մենք տալիս ենք թուրքերին։ Եվ իրենց աշխատանքային խումբը միայն մի բնակավարի համար է աշխատում, իրենց փորը լցնելու, կարկատանքներ ուտելու, եգիպտացորեն ուտելու ավտոբուսներում, ամբարտավան խոսելու, սրան նրան վարկաբեկելու եւ էս են անում։ Չեմ ուզում որևիցե մեկին վախեցնեմ կամ որևիցե մի բան ասեմ, բայց մենք լուրջ բարենային անվտանգության խնդիր ունենք։ Լուրջ։ Պարոն Պետրոսյան, եւս մի թեմայի հասցնենք անդրադառնալ, Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից հրապարակվել են հարցումներ եւ ըստ այդ հարցումների, եթե առաջիկա գիրակի օրը լինեն ընտրություններ, քաղաքացիական պայմանագիրը բոլորից շատ, այսպես մասնակից ուժերից կստանա 29%, բայց այստեղ հատկանշական է, որ 2018 թվին 70-ից ավելի տոկոս ունեցող ԿՊ-ն, ոչ թե տոկոս ունեցող, այլ ձայն ստացող։ Սրանք տարբեր բաներ են։ Ձայն ստացող, շատ լավ։ Ձայն ստացող քաղաքացիական պայմանագիրը այժմ ուրախ է 29%-ի համար։ Արևմուտքը Նիկոլին պահելու համար սկսած Եվրամիությունից։ Մի Եվրամիությունը անցյալ տարի ապրիլի 15-ին հատուկ որոշումով 5 պետության մեջ չակերտավոր ժողովրդավար ընտրություններ անցկացնելու համար իրենք հատկացրեցին 275 միլիոն եվրո փող։ Այդ պետություններն էին Մոլդովան, Բուլղարիան, Վրաստանը, Ուկրաինան, Հայաստանը։ Բուլղարիայում ընտրությունները օրեր հետո էր։ Այդ իսկ պատճառով այնտեղ շատ կոպեկներ ծախսվեց։ Մոլդովայի վրա մի քանի միլիոն ժամանակ ունեցան ծախսելու, քանի որ ընտրությունները այնտեղ մոտ ամիսու կես հետո էր։ Վրաստանում իրենք ոչ մի ներդրում չարեցին, քանի որ Վրաստանը դեմ կայնեց Եվրամիության պահանջներին եւ իրենք գումար չտվեցին։ Ուկրաինայում ընտրություններ տեղի չի ունենա 2026-ին եւ դա բոլորը հասկանում են։ Մնում է Հայաստանը։ Այսինքն 275 միլիոնի հիմնական գումարը եկավ Հայաստան։ Անցյալ տարի օգոստոսի 8-ին չակերտավոր թրիփ ուղու նախագծման, զարգացման եւ չգիտեմ ինչի համար Միացյալ Նահանգները պաշտոնապես հայտարարեց 149 միլիոն դոլար դրամաշնորհ Հայաստանին։ Անցյալ տարի դեկտեմբերին Եվրամիությունը նորից հատկացրեց 20 միլիոն դոլար։ Արարատ Միրզոյանը գնաց Եվրամիություն, ասեց, որ կոմունիստները, ռուսամետները ուզում են Հայաստանում գան իշխանության գլուխ, փող տվեք, իրենց հիբրիդային պատերազմի դեմը առնենք, նորից փող տվեցին։ 15 միլիոն։ Վենսը եկավ Հայաստան, ասեց, որ Նիկոլը պիտի մնա իշխանության գլուխ, այսինքն արևմուտքը իր ամբողջության մեջ Նիկոլ է պաշտպանում։ Լավ։ Եթե իրենք Նիկոլն պաշտպանում, ինչ պիտի անեն։ Ձեր թուղթ ու գրիչը տվեք, ես ձեզ համար նկարեմ, որ Վազգեն Պետրոսյանը կամ չգիտեմ Պողոս Պողոսյանը ունի 94% ձայն եւ մնացած կուսակցություններն ու ԿՊ-ն ունեն բոլորը միասին վերցած 1։ Նկարելը հեշտ է։ Ժամանակին սոցհարցումները եւ նմանատիպ ռեյտինգային կազմակերպությունները արևմուտքը ստեղծեց միայն մի բանի համար, որպեսզի բոլորին կարողանա վերահսկի։
ասեն եթե դու ուզում ես այսինչ բանկ դու ուզում ես ունենաս բարձր ռեյտինգ, արի դու այսպես շարժվիր։ Եվ իրենք նշեցին եւ գծագրեցին ընդհանուր կանոնակարգը բոլորի համար։ Ով այդ կանոնակարգից դուրս էր, համարվում էր խաղից դուրս։ Իսկ բոլոր նրանք, ովքեր որ մտնում են այդ խաղի մեջ, պարտավոր են ենթարկվեն այդ կանոնակարգին։ Նույնն էլ տարբեր երկրներում անցկացվող ընտրություններն են եւ այսպես ասած սոցիալական հարցումներն են։ Սոցիոլոգիական հարցումների հիմնական մասը ամբողջ աշխարհում իրականության մեջ կապ չեն ունենում իրականության հետ։ Խնդիրը նրանում է, թե ով է պատվիրատուն եւ ով ինչ է ուզում։ Սա է։ Այսինքն այդ թվերը, որ մենք լսում ենք, այդ թվերին չի պիտի հավատալ։ Եթե պատվիրատուն փող է տվել այսինչ սոցիոլոգիական ընկերությանը եւ խնդրել է իրեն տան իր կուսակցության կամ իր կազմակերպության վարկանիշը, բարձր է որ տվյալ սոցիոլոգիական հարցում իրականացնող ընկերությունը իր պատվիրատուին չի նեղացնի։ Բայց այդ դեպքում տրամաբանական չէ լինի ավելի բարձր թիվ, ինչու 29%։ Գիտեք, խնդիրը նրանում է, որ վերջ-վերջո այն մարդիկ էլ հիմար չեն։ Եվ շատ լավ հասկանում եմ, որ այսօր ոչ Նիկոլը եւ ոչ էլ ՔՊ-ն չունի այն չափի վարկանիշ, ինչքան որ իրենք ուզում են։ Մանավանդ որ իրենք լինելով իշխանության, ցանկացած երկիր այդպես հայերի հետ կապ չունի։ Որևիցե կուսակցությունը, որ ինքը իշխանության գլուխ է, վարչակազմը, քանի որ այդտեղից է սնվում, հիմնականը ասում են, որ թող մնա, մեր փողը տալիս է ժամանակին։ Եվ դրա համար իրենք քվեարկում են տվյալ վարչակազմին։ Բայց եթե տեղի ունենա փոփոխություն, այդ վարչակազմը ամբողջությամբ շուռ է գալու։ Եվ իրենք դառնալու են Հռոմի պապից ավելի կաթոլիկ։ Այսինքն միանգամից են իրենք փոխվելու։ Դա բնական երևույթ է, դա մարդկային հոգեբանության հարց է։ Եվ վստահ եք բոլոր նրանք, ովքեր այսօր հանրային դաշտում պաշտպանում են Նիկոլին ու ՔՊ-ին, վաղը չեմ հույսոր, եթե առիթ ընկնի իրենց ձեռքը, Նիկոլին ու ՔՊ-ին կգցեն քացուտակ եւ կհարվածեն, կասեն ինքը մեզ խաբել է։ Շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան։ Խնդրեմ։ Հիշեցնեմ զրուցումների թուրքագետ Վազգեն Պետրոսյանի հետ, շնորհակալություն մեզ հետևելու համար։